Արցախի ժողովրդի վերադարձին, արցախայության ինքնորոշման իրավունքի, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցերն եմ Արցախի ազգային ժողովի նախագահը բարձրացնում Լեռնային Ղարաբաղի համար շվեյցարական խաղաղության նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը։ Աշոտ Դանիելյանը հիշեցնում է, միջազգային հանրությունն է արձանագրել Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ 2023 թվականի Ադրբեջանի կողմից ագրեսիային, որի հետևանքով շուրջ 150,000 հայեր լքեցին իրենց պատմական հայրենիքը և դա ընդհանուր առմամբ Լեմկինի ինստիտուտի և ցեղասպանագետների միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է որպես էթնիկ զտում և ցեղասպանություն, դա կարելի է նշել, որ երկրորդ ցեղասպանությունն է ապրել հայ ժողովուրդը 1915 թվականից հետո։ Արցախի ժողովուրդը կա, գոյություն ունի և նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ընդգծել են շվեյցարացի падգամավորները։ Իրենց նախաձեռնությունը հենց այդ իրավունքների պաշտպանությանն է ուղղված, անկախ քաղաքական և աշխարհագրական սահմաններից։ Մարդկանց իրավունքները չեն սահմանափակվում կամ չեն բնորոշվում տարածքով, տարածքայնությամբ, տարածքը չէ բնորոշում, թե այդ մարդիկ իրավունքներ ունեն, թե չէ, տարածքից անկախ այդ մարդիկ ունեն այն իրավունքները, մասնավորապես ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրացված լինի այն պետությունում, որը իրենք իսկ ստեղծել են։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն են ներկայացնում Արցախի շահերը։ Թեև դժվար է ճանապարհը, միևնույն է, պայքարը շարունակվելու է հանուն իրավունքների վերականգնման, հանուն վերադարձի։ Հայտնվել ենք մեր հայրենիքի մի մասում, որ 100,000-ից ավել մոտ 115,000 արցախցիներ գտնվում են այսօր Հայաստանում և Արցախի ընտրված իշխանությունները նույնպես գտնվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մենք մեր ժողովրդի կողքին ենք և Արցախի իշխանություններն են ներկայացնում Արցախի ժողովրդի շահերը և մնացած իրավունքները։ Հստակ ուղերձ է հնչում նաև նախաձեռնության հիմնադրի կողմից։ Արցախի հարցը փակված չէ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել։ Ես իրոք հավատում եմ, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա, վստահ եմ, որ դուք էլ եք դրան հավատում և դրա համար մենք բոլորս լծվել ենք այս երկար տարածությամբ վազքին, որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, որովհետև ինձ համար Արցախի հարցը փակված չէ և փակված չէ նաև ձեր համար, հետևաբար պայքարելու դաշտ ունենք։ Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ խաղաղության ֆորումը տեղի կունենա և մեր վերադարձի իրավունքի հարցը կարող է մտնել օրակարգ և կֆիքսվի հենց առաջինը Շվեյցարիայի։ Ճշմարտությունը արցախայության կողմում է, և դուք չպետք է դադարեք այդ ճշմարտության համար պայքարելուց։ Արցախի իշխանություններին ու ժողովրդին այս ուղերձն են փոխանցում Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության նախաձեռնության անդամները։